Մի շարք միջազգային մրցույթների եմ մասնակցել, պատվով եւ հաղթել եմ։ Երգչուհի չեն դառնում, երգչուհի ծնվում են, ոնց որ մարդ տեսակն է, լավ մարդ ծնվում են, չեն դառնում, նույնն էլ դա։ Հիմա ես անտեսում եմ շատ բաներ, որովհետեւ իմ կողքից շատ մարդիկ հիմա մաղվել են, փառք Տիրոջը, լավ երգը կարող ես վատ կատարել, վատ երգը կարող ես լավ կատարել։ Էդի հաստատ կա, որտեվ իմ պարագայում եղել է նման դեպքեր, ամեն մեկի հետ հաստատ չեմ երգի բեմում։ Ես իմ այդ դա սխալ չի, դա հենց գալիս է, որ դու իսկական երաժիշտ ես, արվեստից հասկանում ես։ Լավ եմ արել, տենց եմ խոսել։ Բավականին մեծ դիտումներ եմ ապահովել։ Ես մարդկա իրանց PR-ը անում, հատուկ որ ինքը PR-վի դիտումներ շատ հավաքել, լավ եմ արել, ես այդպես եմ ուզել, այդպես եմ խոսել, ես ինքս անխր գիտեմ էլ ով է տեղադրել, ով է, ես շատ բաներ գիտեմ, նույն մեր երկարվեստից են մարդիկ եղել, ես հիմա չեմ ուզում անուններ տամ, իրանց համար մեծ պատիվ կլինի դա, իսկ ում ապետ որ մարդիկ կան խոսում են տարբեր լեզուներով, բայց իրանք մարդ չեն, լավ մարդ չեն, հաղթանակներ չեն ունեցել երբեք ու չար են։ Դա ամենավատ բանն է։ Անկամ եթե գումարել չունենամ, փոքր գումարով էլ կարող եմ բարեգործություն անել։ Մարդու մտքին տեղ լինի։ Շատ վիրավորված եմ նաև եղել, որ եկել եմ այդ մրցույթից հետո ու ինձ ոչ մեկ ոչ մի բան չարեց։ Իմ լավն է, որ ես մարդու դեմքին եմ միշտ ամեն ինչ ասում, ինչ մտածում, ես երբեք հետևից չեմ խոսում։ Դրանով չի որոշվում այդ թղթով կամ այդ չգիտեմ ինչով, որ դու հաստակել ես ժողովրդի սերը։ Փառք Տիրոջ, ես ոչ մեկից ոչինչ չեմ ստացել։ Ոչ բնակարաններ, ոչ մեքենաներ, ոչ կոչումներ, ես ինձանով եմ հասել ամեն բանի ու շատ հպարտ եմ եւ միշտ թիրախավորում եմ, որտեվ ինձանից երևի վախենում են նաև շատ մարդիկ։ Շատերը ուղղակի այսպես քննարկումներ են անում, որ Սոնա Շահգերձյանը միգուցե ամուսնալուծվել է։ Հիմա քննարկում եմ, որ արդեն երկրորդ բալիկին եմ սպասում, բայց այդպես բան չկա։ Հենց սպասեմ, իհարկե ունենալու եմ, ես սիրում եմ բալիկներ։ Ես ավելի տաղանդավոր եմ, որ արժեքավոր մարդկանց հետ եմ շփվում։ Ես ամեն մեկի հետ չեմ շփվում։ Կներեք ինձ, ոչ ունեցել եմ հարուստ սիրեկաններ, հարուստ սիրեկան, ոչ հովանավորներ, փառք Աստծո։ Ես այո, այդ կարծրատիպը կոտրել եմ։ Հարգեք մեր ամեն ինչը, մեր Հայաստանը, մեր ժողովրդին, մեր զինվորին, մեր ազգին, մեր դրոշը, ամեն ինչ պետք է հարգեն։ Բարև ձեզ։ Եթերում Չասված խոսքեր հաղորդաշարն է։ Այսօր ես ունեմ շատ հետաքրքիր հյուր, ում անունն է Սոնա Շահգերձյան։ Ողջույն մեր շատ սիրելի երգչուհի Սոնա ջան, բարի գալուստ։ Ողջույն, փոխադարձ, քեզ շատ սիրում եմ, դիտում եմ եւ ուրախ եմ, որ այսօր ես եմ հյուրընկալվել քեզ հյուր։ Փոխադարձ է դա։ Կարծում եմ կունենանք գեղեցիկ, ազնիվ եւ այդպիսի զրույց։ Չասված խոսքեր էլ լինելու այսօր Սոնա Շահգերձյանի կողմից, Այո։ բայց ինձ հենց սկզբից շատ հետաքրքիր է քո մուտքը դեպի շոու բիզնես։ Այն ժամանակ թվային տեխնոլոգիաներ գրեթե չկային, 2000-ականի սկզբներ եւ դեպի երկինք երգով դու այսպես բում արեցիր հայկական շոու բիզնեսը։ Շատ լավ հիշում ես թիվը։ Այո, հիշում եմ։ Իմ մանկության տարիներն էին։ Այո։ Ինչպես մուտք գործեցիր շոու բիզնես։ Նախ ասեմ, ինչ շոու բիզնես այդ բառը չեմ սիրում շատ հաճախ հնչեցել, բայց պետք է հնչեցվի բնականաբար։ Ասեմ, որ ես երգարվեստ մուտք եմ գործել դեռ երգարվեստ, այսինքն ճանապարհ եմ կերտել, ճանապարհ եմ անցել, այո, 6 տարեկանից երգում էի։ Դորեմիում ես եղել։ Այո, 6 տարեկանից երգում էի, այդ շնորհը մաման, իմ պապիկի այն ժամանակ արդեն պապիկս շատ շուտ է մահացել, իհարկե, տաղանդավոր պապի եմ ունեցել շատ, նրանից եմ այդ ամեն ինչը շնորհել։ Տաղանդը, կարող եմ այդպես ասել, տատիկս, պապիկս, մայրիկս, մոր եղբայրս իրանք արդեն մորաքուրս արդեն նկատում էին, որ ես ունեմ տաղանդ։ Դեռ փոքրուց, արդեն 5-6 տարեկան էի, որ արդեն երգում էի Արևիկ անսամբլում։ Այն ժամանակ արևներ չէր, Արևիկ անսամբլ էր, շատ սիրել եմ Արևիկ անսամբլը, հաճախել եմ սիրով, մայրս է եղել իմ կողքը մինչ այսօր, թե իմ պրոդյուսերը, թե իմ մենեջերը եւ ընտանիքի անդամ, ամենակարևորը ազնիվ եւ ինքը ինձ համար շատ բաներ է արել իմ կյանքում, որ հասել եմ այս կետի ու պահել եմ իմ այդ կետը, այդ բարձրունքը, բայց ինձանից էլ է կախված եղել, քանի որ ես ինքս շատ ազնիվ, արդար ու չգիտեմ, աշխատասեր երգչուհի եմ եղել, միշտ սիրել եմ աշխատել փոքրուց ու ինձ մոտ դա ստացվել է մինչ այսօր, փառք Տիրոջը։ Եվ Արևիկից հետո արդեն հաճախել եմ Դորեմի, իմ սիրելի Նադեժդա Սարգսյանի մոտ, 10 տարեկան է երևի այդ ժամանակահատվածն էր, մի շարք միջազգային մրցույթների եմ մասնակցել, պատվով եւ հաղթել եմ։ Դեռ այդ ժամանակ, այո, այդ ժամանակվանից արդեն, եւ արդեն ցանկացել եմ կայանալ մենակ, որովհետեւ ճանապարհ եմ անցել, դժվար
միևնույն ժամանակ հեշտ, դժվար, բարդույթներով ճանապարհ հաղթահարել եմ, ես այդ ուժի մեջ կա այդ հաղթահարելու տարբեր ասպարեզներում։ Չգիտեմ, ես այդպիսի տեսակ եմ ինձ համարում եւ արդեն դորեմից հետո ես ցանկացա որ կայանամ եւ գործեմ մենակ իմ ասպարեզում, երկարվեստում եւ ստացվեց ինձ մոտ։ Ճիշտ է, շատ աշխատասիրություն ունեցել եմ, աշխատել եմ, առաջ եմ գնացել եմ խանգարողներ էլ եղան հենց շատ են եղել, բայց միջ այսօր են կան խանգարողներ, բայց մենք գիտենք նրանք որտեղ են, ես որտեղ եմ ու ես հիմա անտեսում եմ շատ բաներ։ Էլ ոչ մեկի ոչ հավատում եմ ճիշտն ասած, ու միայն Աստծուն ու իմ ընտանիքին եւ միշտ լավություն եմ անում, ես վատություն երբևիցե չեմ կարող անել ու առաջ եմ գնում, մինչեւ այսօր։ Սոն մեկ անգամ նշել ես, որ հենց քո շոու բիզնեսյան մուտքի ժամանակ դու միանգամից ձեռք բերեցի շատ թշնամիներ, չարախոս եւ չկամարտած։ Դե թշնամինի համար գիտեք։ Կոլեգիալ առումով եմ ես ասում, ինչպես հաղթահարեցիր այդ փուլը նաեւ։ Նայեք, ես մի հատ նախորդ հարցն էլ պատասխանեմ, ինչպես դուք նշեցիք, այո, երաժշտական կրթություն ունեմ, բնականաբար ավարտել եմ կոնսերվատորիան, այդ ամեն ինչը sense ոնց որ մեծ փուլ է եղել, մեծ ճանապարհ է եղել։ Ես, այսինքն, գիտեք ոնց չի եղել այնպիսի բան, որ մի հատ տեսալովակ նկարահանեմ, ես արդեն աստղ եմ։ Այդպիսի կամ պետքա վերևից բոլորին նայեմ, հասկանում եք։ Երաժշտական background-ը դուք ունեիք։ Այն ժամանակ չեղել էսպիսի բաներ, այն ժամանակ շատ դժվար է եղել, որ դու առաջ գնաս, դառնաս, ու նախ երկչուհի չեն դառնում, երկչուհի ծնվում են, ոնց որ մարդ տեսակն է, լավ մարդ ծնվում են, չեն դառնում, նույնն էլ դա։ Կարծում եմ, ուղղակի աշխատանքներով տարվում է աշխատասիրությամբ, առաջ ես գնում, քեզ վրա աշխատում ես, հաղթահարում ես ամեն բան։ Եթե հաջողակ մարդ ես, իհարկե։ Այն ժամանակ օրինակ բռնկվող էի, պատասխանում էի, խոսում էի, միշտ այդ իմ մեջ կար։ Հիմա ես անտեսում եմ շատ բաներ, որովհետև իմ կողքից շատ մարդիկ հիմա մաղվել են, փառք Տիրոջը։ Ու ես թե կոլեգաներ կլինեն, թե առհասարակ ընկերներ կլինեն, հիմա ես աշխատում եմ, բարի գործեր եմ կատարում, համերգների եմ մասնակցում, ես անում եմ իմ գործը սիրով ու ազնիվ ու արդար։ Մնացած ինձ հետաքրքիր չի։ Կողքի այդ բամբասել, խոսակցություններ, խանգարել, նախանց, չար, այդ միշտ եղել է, միշտ կլինի։ Ուղղակի շատ էսպես շատ է ասվել այն մասին, հենց քո մուտքը շոու բիզնես, հա, այդ շրջանում քեզ շատ էին խանգարում, որտեվ ինչու օրինակ մեկ այլ երկչուհու մասին չենք խոսում, կոնկրետ Սոնա Շահգերդյանն է միշտ նշել, ես ուզում եմ հասկանամ ինչպես հաղթահարեցիր այդ փուլը։ Ասեմ ինչու են մասի լավ մարդու խանգարում, ես չեմ ուզում ինձ հիմա գովաբանել, իմ շրջապատը եւ իմ ժողովուրդը գիտի, իրական խելացի, առհասարակ այն մարդկանց են խանգարում, երբ որ իրանց մենք ենք իրանց խանգարում, պետք չենք, հասկանում եք, լավ մարդուն, տաղանդավոր մարդուն միշտ մեր մեջ եղել է այդ նախանձն ու չարությունը, ես էլ եմ կրկնում։ Երբ որ մենք կհանենք մեր մեջից այդ նախանձը, չարությունը, վատությունը, տգիտությունը, մենք կդառնանք միահամուռ համատեղ մի ազգ։ Մենք էլի բնականաբար ազգ ենք, ես չեմ խոսում ազգից, որովհետև ազգը գլոբալ է, այո, ազգին համար ամենան է, ազգի մեջ այնց մարդիկ են եղել ու կան, բնականաբար անհատներ, լեգենդներ, այդպես կարող եմ ասել, բայց մենք մեզ խանգարում ենք, այսինքն ամեն մեկս մեզ պետքա նախ փոխենք մեր մեջի եղածը, այնուամենայնիվ կդառնա ամենալավը, չգիտեմ։ Օրինակ հենց դու ինքդ այս տարիների ընթացքում քո մեջ ինչ ես փոխել։ Ես ինձ մեջ գիտեք ինչի, ես կարող եմ ասել մարդիկ բոլորն էլ ունեն թերություններ, տենց մարդ չկա, մենք մահկանացուներ ենք ու բոլորս ունենք թերություններ, բայց իմ թերությունները այդքան շատ չեն, ավելի շատ ես ունեմ պլյուսներ, քան մինուսներ, ես իմ տեսակետն եմ ասում ու ուզում եմ դա էլ հաղթահարեմ, որպեսզի չունենամ, գրեթե ապրեմ ճիշտ։ Փոխել քո մեջ այս պահին։ Ես արդեն շատ բան եմ իմ մեջ փոխել։ Ես էլ հիմա ոչ մեկի չեմ հավատում, անկեղծ եմ ասում։ Ես հիմա հանգիստ արդար ապրում եմ։ Այն ժամանակ էլ էր տենց։ Ես Սոնան ես կարծում եմ ես երբեք չեմ փոխվել։ Իմ այնա լավը, որ ես մնացել եմ նույն Սոնա Շահգերդյանը մինչ այսօր։ Շատ մարդիկ փոխվեցին, շատ մարդիկ դառան ուրիշ, բայց ես չեմ փոխվել, թե իմ տեսակով, թե մարդ լինելով, թե առհասարակ որպես երգչուհի։ Ես հպարտ եմ եւ ուրախ եմ, որ մնացել եմ այնպիսին, ինչպիսին ես եղել եմ։ Թե իմ ընտանիքում, թե իմ շրջապատում, թե երկարվեստում։ Իսկ որ ասեցիր ինչեր, ես հիմա ավելի շատ բաներ եմ հասկացել իմ կյանքում, թե մեծանում եմ երևի
շատ բաներ ժամանակը նաև իր հետ իմաստությունն է բերում։ Հետո որ տեսնում եմ, գիտեք, ես իմ երկիրը շատ եմ սիրում, իմ երկիրը ես չեմ սիրում անպագորգոր տենց բառերով արտահայտել, ես գործով միշտ եմ ապացուցել ու կապացուցեմ դեռ, ես իմ երկիրը շատ եմ սիրում, դրա համար այստեղ եմ ապրում, այստեղ եմ աշխատում, իմ գործը շարունակում եմ ու մարդկանց կրթում եմ իմ լավ երգերով, իմ լավ տեսակով։ Հիմա քանի որ շատ վատ երաժշտություն է տիրում իրականում մեր ասպարեզում ու շատ նաև վատ մարդիկ կան, ես դրանցից զերծ եմ մնում, փառք Տիրոջը, ասում են ունեցի քիչ ընկերներ, բայց որակով, շատը քեզ խանգարում արդեն այդ դեպքում եւ իմ համերգներով, իմ բարեգործական համերգներով, իմ զինվորների հետ կապված համերգների սահմանին եմ միշտ լինում ու դա չի արվում, անպայման պետքա Աստված չանի, լինի կռիվ կամ կռիվ չլինի, որ ես էդի գործեմ անեմ, չէ, մենք պիտի միշտ ամեն վարքյան, ամեն պահ էդի անենք։ Մեր մեջի եղած է։ Մարդ պիտի ցանկանա, ոչ թե մի բան պետքա լինի, որ դու դրանից հետո անես, որ քեզ նկարեն կամ ասեն, վայ, ինչ լավ գործ արես, ոչ։ Մարդու տեսակը պիտի միշտ լինի այդպիսին, ինչպիսին որ կա։ Այսօրվա շոու բիզնեսը գոհացնում է քեզ։ Որոշ առումով, այո, որոշ առումով իհարկե ոչ։ Ովքեր են քո ֆավորիտները, այսպես ասած, շոու բիզնեսի Ֆավորիտ չունեմ, անկեղծ եմ ասում։ Եթե այն ժամանակները լիներ ֆավորիտներ ովքեր էին։ Նախ ասեմ, որ կուրք ես երբևէ ինչ որ մեկի չեմ համարել, դա սխալ է։ Կարող են ինձ էլ չսիրեն, ասենք չհավանեն կամ սիրեն շատ համարեն կուրք, օրինակ եմ ասում, կամ ունեցել ենք շատ այնպիսի դեմքեր, ասենք Գոհար Գասպարյան, Ֆլորա Մարտիրոսյան, Օֆելա Համբարձումյան, Ֆրունզիկ Մկրտչյան, ուզում ասեմ, որ նրանց կարող եմ ես համարել ամենան։ Իրանցից էլ չեն ծնվի հաստատ։ Ես առաջինը իմն եմ սիրում, իմ Հայաստանի կլինի դերասան, կլինի իսկապես երգչուհի, տաղանդավոր մարդ, քան հետո արդեն օտարամոլուցկով տարված չեմ, որ իրանց սիրեմ, չէ, թող իրանք մեր ազգը սիրեն, մեր երգիչներին, չէ, մեր դերասաններին, չէ, տաղանդը ամենուրեք է, կապ չունի, ազգություն չես կարող ասել, թե տաղանդավոր ես, բնագավառն է կապ չունի։ Իսկ ինչը որ վերաբերում է, ես շատ սիրել եմ ու սիրում եմ միշտ Էլվինա Մակարյան, ես այդպիսի երգերի ներքո եմ մեծացել, Ռուբեն Հախվերդյան, այդ այն ճաշակը, չգիտեմ, ես չեմ կարա վատ երաժշտությունը կամ վատ կատարում ասեմ լավն է, հիմա դա են պահանջում, դա պետք է լսվի, ով ասել տենց բան, որ դա են պահանջում։ Տենց բան չկա։ Դու կարող ես լսել համաշխարհային հիթ, չէ, ասենք, Ջեքսոնից կամ լավ Հյուսթոնից օրինակ մի հատ լավ կատարում ու դու միջև հիմա դա լսում ես։ Անցնում է տարիներ ու դա լսում ես։ Երկերեն, որոնք որ ժամանակ չեն ճանաչում։ Բայց չեն ճանաչում, ինքը համ մնայուն է, համ արժեք է իրենց ներկայացնում, համ կոմերցիոն է, լավ, այդպես ասենք, չեմ սիրում այդ բառը, բայց դու սիրում ես։ Իրականում դա կարևոր չի, ումա պետք որ մի օր լսեն այդ երգ, 2 օր լսեն, 5 օր, 10 օր լսեն, 15 օր ու այդ երգը արդեն մեր մահանա, այդ երգը չապրի։ Պետքա երգը ապրեցնես, պետքա երգը լավ կատարես։ Կարող ես վատ էլ կատարել, լավ երգը կարող ես վատ կատարել, վատ երգը կարող ես լավ կատարել։ Էդի հաստատ կա, որտեվ իմ պարագայում եղել է նման դեպքեր, բայց ես երբեք վատ երգեր չեմ կատարի։ Թեկուս գումարներ տան, թեկուս ցանկանան, կամ ամեն մեկի հետ հաստատ չեմ երգի բեմում։ Ես դա սխալ չի։ Դա հենց գալիս է, որ դու իսկական երաժիշտ ես, արվեստից հասկանում ես, ամեն մեկի հետ իրավունք չունի մարդ երգի, թեկուս ինքը կտա քեզ գումար, որ ես անկեղծ եմ ասում, կամ ասենք ամեն երգ երգի, չեմ երգի։ Քո երգացանկից ո՞րն է քո հոգու երգը։ Ոյ ինքան լավ երգեր ունեմ, տենց հոգու երգ շատ ունեմ։ Իմ երգացանկը շատ բազմաժանր է, շատ երգեր ունեմ։ Իմ հավերժություն, քեզ կնվիրեմ, շատ գեղեցիկ երգ, այնքան ամեն ինչ ասված է այդ երաժշտությամբ, հայ պատիվ, չգիտեմ, դրանք իմ ամբողջ ես այդ սոնանա, հասկանում ես, ես չեմ կարող խաբել, որ դա ուրիշը կարող է երգի, ես յուրաքանչյուր երգ ես իմն եմ դարձնում։ Ու եթե լավը չի, ես հաստատ չեմ երգի, ես ամեն երգ չեմ երգի։ Ու միշտ ասում են քո բախտը բերում է, որ լավ երգեր միշտ ունես, Սոնայդ ինչից է։ Ասում եմ դե երևի համ բախտավոր եմ, համ ճիշտ եմ մատուցում, համ հասկանում եմ ինչա պետք հիմա հետագայում միգուցե կամ այն ժամանակ ապրում ես, չէ, դու այդ ռիթմով, բայց պետքա դու քո լավը միշտ պահես, կապ չունի դու երգչուհի ես, թե այլ բնագավառից ես։ Իմ հավերժություն, որովհետև դեպի երկինք, քեզ կնվիրեմ, հայ պատիվ, հողնի մավետյաց, անունդ հայ է, կորուստ է գանց, ես կամ, շատ ունեմ զինվորների մասին երգեր գրված, հերոս տղաների, իմ հարազատների, ու դրանից ենքով ինձ համար էլ ուրիշ լավ երգ, չգիտեմ, կա թե չկա, այդ իմ համար ամենանա, որ իրանց համար եմ երգում, մինչ այսօր եմ երգում, մինչ այսօր դեռ կան երգեր, որ պետք է հիմա ծնվեն արդեն։ Իհարկե։
Վերադառնանք 2010 թվական նոր ալիք մրցույթ, երբ այսպես բումային վիճակ ստեղծեցիր, հենց դու հաղթեցիր այդ տարին, երկար տարիների ուրեմն շղթայից հետո, երբ Հայաստանը ներկայացվում էր, բայց չէր հաղթում։ Հայաստանը միշտ ներկայացրել այո, եղել են մինչ ինձ արտիստներ, բնականաբար, բայց ոչ մեկ 10 տարվա մեջ անկեղծ չի հաղթել, ու դրա մասին պետքա միշտ խոսվի, ասվի, չմոռացվի։ Դե հենց այս պահն էլ հենց վկան է։ Ես ուզում եմ այս հաղթանակի հակառակ կողմը մենք մի հատ տեսնենք, հասկանանք։ Այնտեղ մի այսպես կարճ ինտերվյու դու տվեցիր ռուսերեն լեզվի իմացության մակարդակ եւ այլն։ Վիրավորական չէր եւ դու հաղթում էիր, այսինքն հաղթանակ բերեցիր քո երկրին, բայց քո երկրի շոու բիզնեսյան դաշտը կամ հասարակության որոշ շերտեր քննարկում են ռուսերենի մակարդակը։ Դե այդ իրանց արդեն որակն է, իրանց մակարդակն է հենց տգետության։ Մարդ կարող է լեզու չիմանալ, բայց ինքը լավ մարդ լինի, արդար մարդ լինի ու ինքը ամեն ինչից էլ հասկանա։ Ամեն բարի գործան ինչ կարևոր է։ Լիքը մարդիկ կան, ես չեմ վատ վերաբերվում ռուսերեն լեզվին, իշ ճիշտ հասկացեք, ու կամ անգլերենին, կամ լեզուն, այո, լեզու է, նախ առաջինը պետք է իրենց մայրենի լեզուն իմանան, իրենց պատմությունը մի հատ կերտեն, ճանաչեն։ Իրանց ընտանիքից պետք է այդ ամեն ինչը գա, մարդ մնան։ Ամենամեծ կոչումը դա է, որ մարդ մնում ես ու դա կոչում է ինձ համար։ Բոլոր կոչումներից վրա։ Ու այնուամենայնիվ խոսեն ռուսերենից։ Լավ եմ արել, տենց եմ խոսել։ Բավականին մեծ դիտումներ եմ ապահովել։ Ես մարդ կա իրանց PR-ը անում, հատուկ որ ինքը PR-վի դիտումներ շատ հավաքել, լավ եմ արել, ես այդպես եմ ուզել, այդպես եմ խոսել, ես ինքս անխր գիտեմ էլ ով է տեղադրել, ով է, ես շատ բաներ գիտեմ, նույն մեր երկարվեստից են մարդիկ եղել, ես հիմա չեմ ուզում անուններ տամ, իրանց համար մեծ պատիվ կլինի դա, բայց շատ ծիծաղալու է։ Նա թող գնան այդպեսի դու հարցրել ես իրենց։ Ես արհամարում եմ այդ մարդկանց, Աստված իրանց կպատժի։ Ես ով եմ, որ ինչ-որ մի բան ասեմ կամ փորձեմ, ես արհամարում եմ։ Արհամարանքը մարդու ամենամեծ զենքն է։ Եթե դու բարձր ես, դե արհամարում ես, ու գիտեք, բոլորից էլ կարող են խոսալ, լավ մարդկանցից էլ, վատ մարդկանցից էլ մեր ազգի մի մասը կա։ Խոսում էին առասարակ մարդուց, այստեղ խոսում էին կոնկրետ քեզանից, երբ որ դու հաղթանակ էիր բերել Հայաստանի։ Թող խոսեն հաղթանակից, թող խոսեն հաղթանակից, թող չխոսեն, միտումնավոր քայլիներ, որ քո հաղթանակը այսպես ծածկեին Ես բանիտեղ չեմ դրել, որովհետև Ռուբեն Հաղվերդյանը մի հատ լավ խոսք ունի, ասեց ու իմ համար մեծ պատիվ էր, որ ինքը ես մեծ համերգ տվեցի օպերայում, մենահամերգ տարիներ առաջ, ինքը հատուկ եկավ ինձ համար հյուր, Եթե չեմ սխալվում, նա քո կնքահայրն է։ Այո, շատ լավ մարդ ու տաղանդավոր չգիտեմ, խոսքեր չունեմ անգամ ասելու, ճիշտ խոսածող միշտ։ Դրա համար շատ սիրում են։ Թե ժողովուրդը, թե ինքս ես, ասեմ, որ ինքը ասեց, այս աղջիկան այնց հզոր երկչույի անեց հաղթանակ բերեց ու պարտավոր չի ինքը ռուսերեն իմանա։ Ինքը իր այդ մի քանի խոսքն ասեց ու շատ լավ արեց։ Ինչ պարտադրես պետք է իմանամ։ Ես հիմա շատ լավ կարող եմ խոսել, շատ լավ ունեմ ընկերներ։ Հիմա այնց եմ խոսում, որ լիքը մարդ կերազի իմ նման խոսի։ Ես միշտ սոցցանցերում լինում եմ ու լինում եմ, որ հենց լինում են, ասենք ընկերներս թե TikTok-յան, թե առհասարակ տարբեր կայքեր կան, որ շփումս լինում է, այս ամեն ինչ էլ կարող եմ խոսել, ոնց որ չեմ կարող, ինձ այդ ոնց ասեմ, երևում է, որ կարամ այդ ամեն ինչ արտաբերեմ, խոսել, իսկ ում ապետ, որ մարդիկ կան խոսում են տարբեր լեզուներով, բայց իրանք մարդ չեն, լավ մարդ չեն, հաղթանակներ չեն ունեցել երբեք ու չար են։ Դա ամենավատ բանն է։ Ու ես պարտավոր չեմ, էլի, ճիշտ հասկացեք, իմանալ Շոու բիզնեսից ովքեր էին այդ ժամանակ քո կողքին։ Ոչ մեկ, ես ոչ մեկի ոչ, ասենք, ու ցանկացել եմ կողքը լինի, ոչ էլ։ Այնպիսի մարդիկ կա, որ անգամից չէ շնորհավորել, այնպիսի մարդիկ կա, ես հաղթել եմ ու արդար մարդիկ իմ ժողովուրդն է եկել ինձ, այն որ ասած դիմավորել, շնորհակալ եմ, թե կազմակերպիչներին, այն ժամանակ լրիվ նորալիք մրցույթը այլ էր։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Այն անգամվա էլ արդեն կներեք, բայց համոհոտը նորալիք մրցույթը չունի։ Իհարկե, բայց հաղթանակներն էլ այդ բումը չեն ապրում կարծես։ Չէ, չգիտեմ, կան էլի շատ լավ երգիչներ, շատ լավ կատարողներ ունենք, շատ ինչու պետք է չխոսենք։ Լավն էլ ունենք, վատն էլ, ժամանակները տարբեր են, քանի որ այն ժամանակ արդեն ինքը Յուրմալա քաղաքում էր։ Հիմա արդեն Սոչիում է, չէ, եթե չեմ սխալվում, կայանում, տարբեր ամեն ինչը սկսած մարդկությունից, սկսած ժյուրի կազմից ամեն ինչ փոխվել է, փոխվում է, այն ժամանակ էլ կար արդարություն, մեկը լավը միշտ հաղթելու է ամենտեղ, էդի ուզում եք, ով ուզում է թող ինձ հետ չհամաձայնվի կամ համաձայնվի, միշտ լավագույնը մնալու է իր դերում, իր տեղում ու միշտ հաղթելու է։ Ինչը վերաբերում է նորալիք մրցույթին, ես ինքս եղել եմ ժյուրի այս տարի,
իրոք եղա ժյուրի, նախկին տարիներում էլ էի ժյուրի ու ես ինքը շատ բաներ եմ արել, թե երգիչների համար, թե իմ ընկերների համար, լավություններ շատ եմ արել։ Հիմա չգիտեմ իրանք կհիշեն թե չեն հիշի, բայց ես հիշում եմ այդ ամենը։ Կարևոր որ արդար եմ քննարկել, արդար դատել եմ, չեմ սիրում ընդհանրապես ժյուրի կազմում լինել, ես սիրում եմ միշտ արդարության կողմակից եմ, որ լավը լավն է, վատը վատ, միջին չկա, լավ կամ վատ։ Այն որ մաքսիմալ փորձել եմ ես ինքս իմ այդ ներդրումը ունենալ նոր ալիքմրցույթում ու գիտեք ինչ քիչ բան չեմ արել իմ երկրի համար, իմ զինվորի համար, իմ դրոշի համար, իմ ազգի համար, ես այդ մրցույթում գիտեք ինչ դժվար է իրականում հաղթելը։ Իհարկե։ Այդտեղ ոչ կարող ես գումարներ տաս, ոչ իրանք կարող են քեզ գումարներ տալ, այնքան գումարներ ունեն։ Դա ամբողջ ինքը մի հատ ուրիշ բան է, դու պիտի շատ ուժեղ լինես, որ այդ մրցույթում հաղթես, դու պիտի քո տեսակով լինես, անկեղծ լինես բեմում։ Մենակ երգելը, գոռալը կամ բան, դա շատ քիչ է։ Պետք է տարբերվես։ Դրա համար միշտ պիտի արտիստը տարբերվի, թե բեմում, իր շարժուձևով, թե կերպարով, թե երգելով ու երգերն է պետք է լավը լինի։ Սոն, երբ դու հաղթեցիր, այդ հաղթանակը նաև արժեր 60,000 եվրո։ Այո։ Քեզ որպես հաղթողի տվեցին այդ գումարը եւ այդ գումարից դու շատ հատված, այսպես մի որոշ հատված ներդրեցիր բարեգործության մեջ։ Այո, ես արել եմ դա, ես ուղղակի չեմ սիրում բարձրաձայնա միշտ ասել։ Ես սուսուփուս իմ գործը անում եմ։ Իմ սրտի, անգամ եթե գումարել չունենամ, փոքր գումարով էլ կարող եմ բարեգործություն անել։ Մարդու մտքին տեղ լինի, հասկանում եք։ Կամ ուրիշի գումարներով չեմ կարող առաջ գնալ, ուրիշի գումարներով ինձ ներդրում կատարեն, ես խափեմ կամ ինքը իբր բարեգործություն ամ, ես չեմ կարող այդքան բան անեմ։ Ամեն մարդ բարերար մարդը, բարի գործանողը, պիտի ինքը իրանով անի։ Այսինքն իրանից տրամադրի այդ գումարը, թե կլինի հագուստ, թե կլինի սնունդ, բայց ինքը անի։ Թե չէ շատ հեշտ է, որ ես բոլորից խնդրեմ, ասեմ գումարները բերեք, ես բոլորին տամ, այդ մարդիկ կտանեն։ Իրանց կհասցնեն, սխալ եմ ասում։ Սխալ չես ասում։ Կուզենաս $100 կարողանաս տալ, կուզենաս 20,000 կամ 500, ինչքան որ կկարողանաս։ Ես մեծահարուստ չեմ, բայց իմ հոգին շատ մեծ է, շատ ահռելի։ Այո, ու ես չեմ նեղվում երբևիցե, ես փառք Տիրոջը լավ աշխատել եմ, իմ քրտնինքով հասել եմ ամեն ինչի, ստեղծել եմ ամեն բան ինձանով, ոչ մեկ չի օգնել ու շատ վիրավորված եմ նաև եղել, որ եկել եմ այդ մրցույթից հետո ու ինձ ոչ մեկ ոչ մի բան չարեց ինձ համար, պետությունը չարեց։ Բայց մի բան ասեմ, ոչինչ իրականում երբևիցե ինձ համար չեն արել, թե հիմա, թե այն ժամանակ։ Ես կարծում եմ ժողովուրդը այնքան լայնախոհ է, այսպես ասեմ, որ շատ լավ տեսնում եւ զգում է տվյալ արտիստը մենակ է հարթում իր ճանապարհը, թե ոչ։ Այո, իսկ եթե չհաղթե, միգուցե ամեն ինչ ինձ համար անային, տուն տային, մեքենաներ շքեղ, հասկանում եք, բայց պետք չի։ Բայց ես այնքան ուրախ եմ ու հպարտ, ինձ պետք չէ այդպիսի բաներ, որովհետեւ ես ինքս արդեն իմ հաղթանակը կերտել եմ, ես ինձանով հասել եմ ամեն ինչի, ես գումար այդ վաստակել եմ այդ քրտնքով, բարեգործություններ արել եմ, իհարկե բնականաբար, ներդրում ես արել նաեւ քո մշակույթի մեջ։ Այո, ես իմ երկարվեստում բոլորին լավություններ եմ արել, իմ ընտանիքի հիմա չեմ կարող էլ այտենց շատ երկար խոսել, կարևոր որ ես շատ գոհ եմ, ազնիվ եմ, արդար եմ իմ այդ ամեն ինչի առջև։ Աստծո առաջին հերթին մարդ պետք է արդար լինի, ազնիվ, ամենաառաջինը մարդ պետքա չար չլինի։ Իսկ ինչը որ վերաբերում է, ես ուզում եմ ասել, որ նրանք ուղղակի իրանց այդ որ վերցնում են, չէ, հարկայինա չէ լինում, դա օրենք է բնականաբար յուրաքանչյուր երկրում, իրանք ուղղակի իրանց հարկը վերցրել են որպես տոկոսային։ Ու ես շատ գոհ եմ, շատ ուրախ եմ, որ նույն Յուրմալայում իհարկե այդ մրցույթում ինձ գնահատեցին։ Այդ մարդիկ ինձ գնահատեցին ու սիրեցին ու մինչ այսօր պատվով մինչև հիմա էլ կապս կա բնականաբար բոլորի հետ, կազմակերպիչների հետ, ժյուրիների հետ, ես բոլորի հետ սերտ հարաբերություններ ունեմ ու իրանք ասում են, որ դու այնքան լավ մարդ ես, ոնց որ կաս, մենք քեզ այդ տեսակով, մենք քեզ ընդունում ենք, դու բարի ես ու սիրում ենք։ Իրանք դե ձևականություններ չունեն, անկեղծ եմ ասում, դրսում այդ բաները չկա, մենակ մեր մոտ է ինչ որ sense ձևական բաներ։ Դա ցավալի թեմա է։ Ցավալի որոշ առումով այդ որոշ խումբ կա, որ տենց է այդ տեսակն է, էլի։ Ամփոփելով նոր ալիք մրցույթը, կուզենամ խոսենք դրանից հետո, երբ 2010 թվականից հետո ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, երբ այսպես տարվա լավագույն երգչուհու տիտղոսին արժանի երգչուհիների ցանկն էին քննարկում, այդ ցանկում նաև դու կայիր հաշվի առնելով քո հաղթանակը։ Բայց այդ տարի, եթե չեմ սխալվում, տարվա լավագույն երգչուհի ճանաչվեց Սոֆի Մխեյանը, երբ հենց նրա անունը բեմից հնչեցրեցին, քո մայրը եւ մորաքույրը այսպես սկանդալային ձևով դուրս եկան դա։ Ինձ հետաքրքիր է արդյոք այդ
դեպքը չի ազդել քո եւ Սոֆի Մխայանի Չէ, հարաբերություններին։ երբեք, ես իմ գոլեգաների հետ շատ լավ եմ։ Ես կարող եմ մոտ չլինել, մոտիկ չլինել, դե ոնց կարա մի հոգին բոլորի հետ Մոտ լինել։ բոլորի հետ լավ կամ շուտ այդպես մոտ լինի։ Ոչ, կարա այդ պահը պահի, այդ սահմանը բնականաբար, բայց վատություն իրար չանեն բնական մոտ է, բոլորս էլ հայ ենք հասկանում, ես բոլորս էլ արվեստի մարդիկ ենք, վաղուց իրար գիտենք, ճանաչում ենք, երբեք խոչընդոտ չի հանդիսացել, ես այդպես մարդ չեմ։ Իսկ հետո մայրիկի կամ մորաքրոջ Չէ, որ հիմա շատ լավ է, բոլորը շատ լավ են, ոչ մի խնդիրներ անկեղծ եմ ասում չկա։ Ես այդ մարդը չեմ, որ տենց հասկանում եք, այնքան բաներ կան մեր կյանքում, մեր երկրում, հասկանում եք, էդի պետքա շտկվի մարդու մեջ։ Նոր էս ամեն ինչը, եթե ամեն մեկը մտածեր իմ նման ու քո նման, որ ներողամիտ լիներ ու բարի լիներ, ամեն ինչ կփոխվեր, իդեալական կդառնար, հասկանում եք։ Ու ես չեմ գոլեգաների հանդեպ ոչ մի խնդիրներ չունեմ։ Կարող եմ մայրս, ասենք, իր կարծիքը հայտնի մորաքուրուց, դա իրանց կարծիքն է, դա Սոնա Շարգելյանը չի։ Ընտանիքում լինում են տարբեր մարդիկ, չէ՞, դուք էլ ձեր ընտանիքում ունեք, նաև իմ գոլեգաները ունեն ընտանիքներ, որ տարբեր են մտածում, իրանց մտածելակերպը տարբեր է, տարբեր ձևերով են մտածում, բայց դա չի նշանակում, որ ես մուռ ունեմ կամ քեն եմ, բայց ոչ, ես հպարտ նստած եմ եղել։ Իրանք հաջորդ տարին արդեն դրա հաջորդ տարին Իրանք դուրս են եկել, ես հպարտ նստած եմ եղել, որտեղ ես ինձ համարում եմ լավագույն երգչուհի։ Իսկ դու քո մայրիկի մորաքրոջ հետ չունեցաք ինչ որ խոսակցություն այդ դեպքի Ես հետ ասացի կապված։ պետք չէր այդպիսի բաներ անել, դա ձեր որոշումն է, բայց ես ասող եմ, որովհետև կապ չունի կլինի իմ մայրը, կլինի իմ ազգակիցը, չէ, ես եթե մի բան նկատում եմ կամ ասենք բանա, ես դեմքի իմ լավն է, որ ես մարդու դեմքին եմ միշտ ամեն ինչ ասում, ինչ մտածում, ես երբեք հետևից չեմ խոսում։ Հետևից խոսալ այնքան հեշտ բան է ու պարապ մարդկանց բան է, Դա շատ բարձր որակ է, Այո, ես իմ ասելիքը ասում եմ, որտեղ ես այդ տեսակով տենց եմ, մենք բոլորս ենք տարբեր։ Աստված մեզ ստեղծել է տարբեր, մենք հո նման չենք իրար։ Ամեն մեկը ունի իր մտածելակերպը, ելի եմ կրկնում, իր տեսակը, իր ապրելակերպը։ Ես ոչ մեկին չեմ կարող ասել այսպես, նենց կարևորը որ ես չխանգարի, ես չխանգարեմ, մարդ լինի, մեծատառով, դա է։ Հիմա դրա պակասը կա, հասկանում եք։ Ու ես բոլորի հետ շատ լավ եմ, դիպլոմատ, ոնց որ իրենք։ Ոնց որ իրանք անկեղծ, ոնց որ իրենք են ինձ ես բոլորը ինձ հարգում են, ամենակարևորը հարգում են, գնահատում են, սիրում են, ես բոլորի հետ շատ լավ եմ։ Ինչու պետք է ինչ որ մի բանի համար ես այդ մարդու հետ տվյալ արտիստի հետ կռվեմ կամ ինքը վիճի, թե ովքեր հետ չունի, շատ լավ գիտենք ովքեր են։ Դա միջադեպ է, դա միջադեպ է, որը որ աչքի ընկավ, այսպես ասեմ։ Դե ես արժանի եմ եղել երևի հաղթանակից հետո ինձ ավելի տեղ տան, ոչ թե խնդրեմ որ տեղ երբեք չեմ խնդրի հանուն փողի կամ հանուն ինչ-որ պատվոգրի կամ հանուն ինչ-որ տան լավագույն քեզ արտիստ կամ վաստակավոր արտիստ խնդրեմ որ տան երբեք Տեսել եք ես վաստակավորի կոչում ունեմ։ Ոչ, դրան էլ հեսա կանդրադառնանք, ամեն դեպքում հաջորդ տարի ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում դու ստացար տարվա լավագույն։ Դե իրանք իրաց սխալը երևի շատ արդեն այդ իրանք սխալը հասկացել։ Բայց ինչ վերաբերում Բայց այդ տարի գիտես Սարիկ ջան, ես մենակ այդ մի մրցանակը չեմ ունեցել։ Ես Մոսկվայում եմ ունեցել 3 հատ լավ մրցանակի եմ արժանացել ու այդ ինձ համար մեծ պատիվ է եղել ու այնպիսի մրցանակներ ունեմ, տեղ չունեմ անգամ դնելու։ Այնպիսի բարեգործական համերգներ։ Ամենակարևոր մրցանակը ժողովրդի սերն է, որն արդեն վայելում ես։ Ու իմ զինվորի այդ ամեն ինչ իրանց մամաները, որտեղ իրանց կողմից էլ ունեցա ասենց գեղեցիկ մեդալ, հատուկ այդ իմ համար աշխարհ արժի։ Ամենակարևոր մրցանակը դա է, ժողովրդի սերն է, իրական ժողովրդի սերը քո հանդեպ, քո նկատմամբ։ Խոսեցինք վաստակավոր արտիստի, հա, կոչումների մասին։ Քո հաղթանակին հաջորդող տարիների ընթացքում չեմ ուզում անուններ նշել, բայց որոշ երգչուհիներ, ովքեր որ իրենց պալատական են համարում կամ կիսապալատական, որևէ ինչ որ հաղթանակներ չգրանցած, ուղղակի տվյալ ժամանակահատվածի երևի իշխանությունների հետ սերտ կապերի արդյունքում ստացան։ Դա իրանց որոշումն է, ամեն մեկը ունի իր կարծիքը որոշումը։ Վաստակավոր արտիստի կոչումը, բայց քո դեպքում դու քանի որ հաղթանակ էիր բերել Հայաստանին, դու չստացար այդ վաստակավոր արտիստի կոչումը։ Ինչ ես կարծում, միգուցե արժեզրկվել է նաև այդ վաստակավոր արտիստի կոչումը, քանի որ երբ իշխանությունը փոխվեց, արդեն այդ վաստակավոր արտիստի կոչումն էլ դարձավ վիճելի, ինչքանով է տեսանելի տվյալ արտիստը վաստակավոր է, թե ոչ։ Բայց ես մի բան ասեմ, իրականում այդ մարդկանց խնդիրն է, որ իրանք ոնց ցանկանում են, ամեն մեկը ունի իր մտածելը, չէ։ Ես այս կողմը կլինեմ, այս կողմը չեմ սիրում, որ մարդկանց տարանջատում են, մենք բոլորս հայ ենք, ու ասենք ես ոչ չեմ կարող իրանց մեղադրել որևէ մեկի, որ ասենք սա իր տեսակն է այսպես, մենք սենց ենք, ես նեյտրալ եմ իմ կյանքում միշտ եղել, դու ինքդ գիտես ու շատերը, ես երբևիցե չեմ եղել կուսակցական
ես էդի կարող եմ, ես իմ տաղանդով, իմ շնորհով, իմ մարտտեսակով միշտ երգել Լավ, եմ։ ինչու Սոնա Շահգերդյանը Մրցանակաբաշխություններին, տարբեր միջոցառումներին, ու մինչ այսօր դու ինձ տեսել ես որևէ կներես, եկեք ճիշտ խոսենք, եթե խոսում ենք անկեղծ սիրով խոսում ենք ամեն ինչից։ Տեսել եք ես ինչ որևէ պետական համերգի ես ներկա գտնվեմ։ Ես ինչ չեմ տեսել։ Ու շատ մարդիկ, այնպիսի մարդիկ են եղել պետական համերգներին, որ вообще կապ չունեն ներկայիս իշխանությունների հետ, եթե տենց ենք վերցնում, կամ այն ժամանակվա լիքը երգիչներ հիմա շատ տեղերում, շատ վայրերում երգում են, կան, միշտ էլ կան, այսինքն ես դրան չեմ նայում տենց շատ լուրջ կամ հասկանում եք, կամ շատ բաներ գիտեմ, շատ բաներ եմ ականատես եղել, բայց հո չեմ այդ ամենի մասին տես դնելու զրոյից խոսել։ Ինչքան գիտեմ, ես երբևիցե չեմ ստացել վաստակավորի կոչում, իմ համար դա ժողովրդական կոչումն է ամենան, հետ էլ ասեմ, որ ամեն մեկը չի ստացել, չի ստանում, չէ՞, գիտեք։ Իհարկե կան երգիչ-երգչուներ, որ արժանի են եղել ստացել են։ Ինչու պետքա չասենք։ Իհարկե։ Անդադ նեգատիվը, չարը, ոչ։ Արժանավորներ եղել են մենակ երգիչ-երգչուներ, չէ, առհասարակ։ Դերասաններ, սպորտ, ինչ տարբեր արվեստի բնագավառ, այո, վաստակ ունեցող, բայց գիտեք ինչ, դրանով չի որոշվում այդ թղթով կամ այդ, չգիտեմ ինչով, որ դու վաստակել ես ժողովրդի սերը, դրանով չի, դա ուղղակի ճանապարհ ես անցել, կերտել ես քո ուղին ու վաստակել ես այդ ամեն ինչը, բայց դա ժողովրդի սերը չի։ Դա մեկը մյուսի հետ կարծում եմ կապ չունի, բայց կան մարդիկ, որ իսկապես վաստակել են այդ գնահատանքը, այդ կոչումը ու շատ ողջունելու է։ Մենակ վատը չի, լավն էլ կա, չէ, լավն էլ կա, վատն էլ կա, պետք է ամեն ինչից էլ խոսվի։ Իսկ ես այն ժամանակ էլ չեմ ստացել այդ մրցանակը, հիմա էլ չեմ ստացել։ Հեղափոխությունից հետո էլ չեմ ստացել։ Եվ շատ լավ է, որ ես չեմ ստացել։ Եվ չեմ ստացել առհասարակ, ու ես գիտեմ անգամ այն մարդկանց, ովքեր որ ստացան այդ վաստակավորի կոչում իրանք ասեցին մենք հետ ենք տալիս այդ կոչումը։ Այդ հենց հեղափոխության այո, ես դա էլ չհասկացա անկեղծ ասած, թող ներենից, որովհետև ես սիրում եմ մարդ մնան այնպիսին, իրա դերում, իրա տեսակով մնա այնպիսին, ինչպիսին միշտ կա ու կլինի։ Չփոխվի, փոփոխական մարդ չեմ սիրում։ Դե միգուցե դա այն ժամանակ էր, երբ այդ կոչումը ուղիղ կապված էր նաև իշխանությունների հետ։ Ես չգիտեմ, փառք Տիրոջից ոչ մեկից ոչինչ չեմ ստացել, ոչ բնակարաններ, ոչ մեքենաներ, ոչ կոչումներ, ես ինձանով եմ հասել ամեն բանի ու շատ հպարտ եմ եւ ուրախ։ Սոն, այսպես խոսում ենք, բայց ամեն դեպքում հեղափոխության օրերին, այսպես շատ, չգիտես ինչու, հենց էլի դու աչքի ընկա։ Ինչքան ուզում եմ չխոսամ այդ քաղաքականությունը, բայց էլի միևնույն ժամանակ սա ավելի շատ ոչ թե քաղաքականության հետ է կապված, այլ այդ հեղափոխության օրերին մի շարք արտիստներ հրապարակի հենց կենտրոնում բարձրացան բեմ, երգեցին եւ այդ շարքում նաեւ դու էիր, դու քո կարծիքը արտահայտեցիր, երբ նշեցիր Ես այսօրվա պես հիշում եմ, որ դու քո ժողովրդի կողքին ես։ Ու իմ զինվորի, ու երկեցի ակապելա երկ, այո։ Դա կապ չուներ որևէ իշխանական կողմի հետ, ուղղակի դու ցանկացել ես քո ժողովրդի կողքին հայտնվել։ Ես դու չխելացի ես, իհարկե կապ չուներ, իհարկե կապ չուներ։ Բայց գիտես ինչու, էլի քեզ թիրախավորեցին ու քննարկեցին Սոնա Շահգերդյանը։ Կապ չունի, եթե մի բան կփոխվի կամ չէ էլ փոխվի, ես նույն ասում եմ, ես իմ ժողովրդի հետ եմ եղել, ինչ կլինեմ իմ խելացի ժողովրդի հետ, իսկական պայքարող խելացի բայց ժողովրդի հետ, ոչ թե հասկացաք։ Իհարկե։ Ես կապ չունի կփոխվի, չի փոխվի, ես էլի մնացել եմ իմ տեսակով նույնը։ Հարցը թղի։ Ինչու հենց քեզ թիրախավորեցին։ Ես դե երևի շատ եմ էլի, այտենց աչքին կնվարձի, լավն եմ, չգիտեմ, միգուցե միշտ թիրախավորում եմ, որտեվ ինձանից երևի վախենում են նաև շատ մարդիկ։ Ես երգել եմ ու լավ եմ արել, ես երգել եմ իմ հայրենակիցների համար, իմ զինվորի համար, առաջին հերթին։ Մեր սահմանների համար, մեր ամբողջ Հայաստանի համար, ազգի համար, ու ինձ են միշտ սիրել, ընդունել, ես լացելով եմ երգելի դեպ, ու ես լավ եմ արել երգել եմ, Սարիկ ջան, որովհետև ես պատճառ եմ ունեցել նաև երգելու, չեմ դիմացել, իմ ամուսինը ասեց Սոնա ջան, մի երգի, բանը, ուզում ես մի բանը, ես չեմ համարում, որ երգես կամ չեկես, ես իրան դեմ գնացի ու երգեցի։ Հասկանում ես, ես այդ ժամանակ, որովհետև մարդիկ այնքան էին հոգնած ամեն ինչից, եկեք ճիշտ խոսենք, զզված եւ հոգնած 30 տարի ու հիմիջ այսօր, չգիտեմ, ես իրականում բան չեմ տեսել, որ փոխվի կամ գլոբալ, ինչ ճիշտ հասկացեք, ու ես էլ եմ կրկնում, ես ոչ մի կական չեմ եղել ու չեմ լինել։ Դու պրո-հայկական ես։ Այո, ես իմ անուն ազգանունով, Սոնա Շահգերդյան, վсё։ Ու թող անկապ չխոսեն էլի, այդ fake edge-եր են, հենց անիմաստ է, խղճում եմ այդ մարդկանց, այդ որոշներին, իմ համար դրանք հայ չեն։ Հասկանում ես, հայ չեմ համարում։ Եվ ասեմ, որ ես պատճառ եմ ունեցել երգելու,
ու լավ եմ արել երգել եմ։ Ես անկեղծ եմ ասում, ես ունեցել եմ պատճառ տարիներ առաջ իմ մորաքրոջ ամուսինը բարերար, բիզնեսմեն, կարգին մարդ, հայ, ինքը ցավոք սրտի մեզ հետ չի, եւ ես դրա այդ իսկ պատճառով ես դուրս եկա եւ երգեցի ու լավ եմ արել երգել եմ։ Ես ուզեցել եմ լիքը բան փոխվի, ուզեցել եմ ինքս իմ տեսակով ու բոլորս զզված ուզեցել ենք ինչ-որ եկեք ճիշտ խոսենք ամբողջ մարդիկ, ամբողջ Այսպես համաժողովրդական շատ մարդ ա եղել հավաքված ու տարբեր երկրներից մեր հայ ազգը ոնց որ շատ էին ու չգիտեմ թե ինչ կլինի, ինչ չի լինի, ես այս խաղերից տեղյակ չեմ անկեղծ ասած, իմ համար էս ամեն ինչը շոու ա ու խաղեր ա, ես չգիտեմ, ես էլ ոչ մեկի անկեղծ ասած չեմ վստահում, չեմ հավատում։ Այս օրերին եւս համաժողովրդական շարժում է հանուն Տավուշի։ Եթե պետք լինի Սոնա Շարգելյանը կրկին գնա հրապարակ եւ երկիր ժողովրդի համար։ Եթե արդար ընտրություն լինի, արդար քվեարկություն ու արդար լրիվ անհատ մարդ կա ու որ մենք բոլորս չիմանանք ու ազնիվ լինի, ոչ թե գա նոր հին, ես չեմ ուզում այդ կրկնել, որովհետեւ չեմ սիրում այդ թեմաները, իհարկե միգուցե երկիր ժողովրդի համար, բայց եթե լինի լրիվ այլ կերպ հասկացար դու ինձ։ Այո։ Եթե պետքա լինի խաղեր, պետքա լինի էլի մարդկանց խափել, ոչ թափանցիկ, անարդարություն լինի, իհարկե չի երկի, բնականաբար չի երկի։ Ես թեկուզ գումարներ էլ տան, որտեվ գիտեմ, որ գումարներ են տալիս, որ անգամ երկեն։ Շատ բաներ գիտենք, ուղղակի չենք խոսում ենք, ես իմ տեսակետից, եթե ես չխոսեմ, դու չխոսես, մյուսը չխոսի, ասինքն ինչ կդառնա, կլինի ինչ որ վատ բան, չէ, պետքա բոլոր ամեն մեկ իր կարծիքը հայտնի։ Եթե լինի արդար, ազնիվ, լրիվ այնպիսի լինի, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, մեր սահմանների, մեր հերոսների համար, ես իհարկե միգուցե կմտածեմ։ Եթե վստահեմ, հավատամ, իսկ հիմա ես այդ հավատքը ներողություն չունեմ էլ ոչ մեկի հանդեպ։ Շատ լավ։ Խոսեցինք այսպես քո գործունեության մասին, նաև քաղաքականությունից փոքր ինչ խոսեցինք, բայց Սոնա Շարգելյանի անձնական կյանքը մի փոքր այսպես փակ է։ Կուզենանք իմանալ։ Փակ չէ, անձնական է։ Անձնական է, դա անձնական որոշների դեպքում անձնականը բաց է, քո դեպքում դա ավելի փակ է։ Գիտենք, որ ունես շատ հիանալի որդի, Արտուրը։ Ամուսին էլ ունեմ, շատ հիանալի։ Ուղղակի այստեղ չի, արտերկրում է, աշխատում է։ Շատերը ուղղակի այսպես քննարկումներ են անում, որ Սոնա Շարգելյանը միգուցե ամուսնալուծվել է։ Շատերը հիմա քննարկում են, որ արդեն երկրորդ բալիկին եմ սպասում, բայց այդպես բան չկա։ Հենց սպասեմ, իհարկե ունենալու եմ, ես սիրում եմ բալիկներ։ Այսինքն Սոնա Շարգելյանը շատ երջանիկ կին է, ուղղակի ամուսինը Հայաստանի սահմաններում չի։ Այո, այստեղ չի ու ես, ասենք, ինչ կա դրա մեջ։ Ես եմ որ նվիրվող անձնավորություն եմ, թե իմ ընտանիքին, թե իմ որդուն, իմ ամուսնուն, առհասարակ եմ ասում, իմ մամային, իմ տատիկին, ես նվիրվող եմ։ Ու սպասում եմ սիրով, ինչ կա դրա մեջ։ Այսինքն եթե դու նկարներով անդադ չես տեսնում քո սիրելիին, չէ, քո կողակցին, պետք է ասեն, որ ինքը ամուսնալուծվել է, ոչ։ Ու մի բան ասեմ, ամուսնալուծվելը դա վատ բան չի ու ասենք շատ սարսափելի բան չի։ Բոլորն է կարող են ամուսնալուծվել, լավ մարդիկ էլ կարող են ամուսնալուծվել, իրար չհասկանան, հետո նորից էլի կերտեն իրանց կյանքը, գտնեն ուրիշին ավելի համապատասխան, դա ամոթ բան չի։ Ամոթ բանը այն է, որ դու ընտանիք ես քանդում, հասկանում ես, որ ուզենաս դու լինես գլխավոր դերում, դու ընտանիք ես քանդում, ամոթ բանը այնա, որ դու պահում ես սիրածներ մի քանի, դա իրական, դա աստված չի ընդունում, դա իսկապես ամոթ է, բայց ամոթ բան չի, որ բաժանվում ես, ամուսնալուծվում ես ու կարող ես նորից քո կյանքը շարունակել, եղել ես մեկ մարդու հետ, ինչ գիտես, կարող է դու ավելին ես արժանի եղել կամ ինքն է քեզ ավելի արժանի, չեք հասկացել կյանքի ընթացքում, դժվարություններ կան, չէ, ես ինչ գիտեմ ուրիշի կյանքում կամ ուրիշի ընտանիքում ինչեր է կատարվում, ես երբեք ինձ թույլ էլ չեմ տա, որ մտնեմ իրենց այդ ընտանեկան այդ ոնց են ասում միջավայր, այո, դաշտ, ու ես էլ թույլ չեմ տալիս, որ մտնեն իմ ընտանեկան, այո, դաշտ, բայց քանի որ մենք հանրային մարդիկ ենք, յուրաքանչյուր բոլորն էլ ուզում են իմանան, ես չեմ նեղվում դրանից, որտեղ ես այնքան ազատ ու իմ տեսակով չափերի մեջ ազատ ու մաքուր մարդ եմ, որ իմ տակ անգամ ինչ որ բան չկա, որ ես հատուկ sense թաքցնեմ, որ ասեմ, վայ, պահում եմ, որ ոչ մեկ չիմանա, ոնց կամ, բաց կամ, քո հաղորդման պես։ Այո, չասված խոսքեր։ Բայց լավ իմաստով էլի չափի մեջ։ Իհարկե, իմ շատ սիրելի Սոնա։ Ջան։ Շոու բիզնեսյան ներկայացուցիչներից ովքեր են քո ընկերները։ Դեռ շատ շոու բիզնեսյան ներկայացուցիչներից ընկերներ չունեմ, բայց հիմա շփվում եմ Մայքլ Քոթանջանի հետ, իր ընտանիքի հետ, շփվում եմ Արտուր Նիկողոսյանի հետ, կոնսի, կոմպոզիտոր, ինքը այստեղ չի բնակվում Հոլանդիայում, բայց շատ լավ հայ է,
իսկական են, որ ամեն օր ստեղ է, ամեն օր զանգում է Սոնա, եկել եմ, զարմացած ասում եմ, վայ, շատ է սիրում իր հողն ու ջուրը, բայց ինչ-ինչ պատճառով դե ինքը այնտեղ արարում է, գործում է, իր թե արվեստի հետ կապված, թե առհասարակ աշխատում է, գիտես, ինչ դրսում ինչ լավ հայեր ունենք, չէ՞։ Շատ ու լավ մարդիկ կան իրականում ու ողջունելի է, ես հպարտանում եմ, շփվում եմ Լիաննա Անդրասյանի հետ, կոմպոզիտոր, Զարիֆյանի հետ տիկին, էլի կոմպոզիտոր, նաև իմ դասախոսն է եղել կոնսերվատորիայում, որից էլի ունեմ շատ գեղեցիկ ստեղծագործություններ Լիաննա Անդրասյանից նույնպես կոնսից։ Ես ավելի Ռուբեն Հախվերդյանի հետ, ես ավելի տաղանդավոր, այն որ արժեքավոր մարդկանց հետ եմ շփվում։ Ես ամեն մեկի հետ չեմ շփվում, կներեք ինձ։ Այսինքն ամեն մեկը այնա, որ ես չեմ սիրում, որ մարդ մեկի հետ շփվում է, քծնում է, ինչ որ մի բանի համար է շփվում, հետո չարանում է, հետո վատաբանում է, նախանձում է, հետո արդեն իր մասկեն ոնց որ այդ դեմքը ոնց որ բացահայտվում է, չէ՞, քանի դեմք ունի։ Ես այդպիսի մարդկանց հետ չեմ շփվում, բայց սկսած իմ գյուղացու հետ, անկեղծ եմ ասում, ես այս վերջերս Վարդենիսում էի, բարեգործական համերգի, ու այն որ սկսած այդ մարդկանց հետ շփվում եմ, իրանք ինձ տարան, հյուրընկալեցին, չեն ճանաչում ինձ, բայց ես սիրով մասնակցել եմ, այսինքն ձև չեմ տվել ինձ, որ ես Սոնա Շահգելդյան եմ, չէ, եկել եմ արագ համերգ երգել ու ես արագ գնում եմ։ Բա մարդ պետքա տենց լինի, մեծատարով մարդ, բոլորի հետ շփվի, թե երկարվեստի հետ կապված իր երկիչ երկչուների, թե առհասարակ արվեստագետների հետ, թե առհասարակ մարդկանց հետ, ժողովրդի հետ, պիտի մաքուր լինի, པարզ լինի, անմիջական լինի։ Ու այդքանն են իմ Լիաննայի երկչուհի, մեր սիրելի, իր հետ եմ շփվում, այսինքն քիչ են, բայց որակով են, տաղանդավոր են, արժեքավոր են, այդ ինձ համար որ ամենան է։ Ինչպես իմ ընկերը նաև Դավիթ Ռեյնն է, այդ երկիչներից, Արմանը Նավասարդյանի իմ ընկերներն են, իրանք ավելի շատ այսպես տղամարդ ներկայացուցիչներ։ Այո, իմ ընկերներն են, որ շատ հայտնի մարդկանց ասեցի իհարկե, հետո իրանք էլ են լավը շատ տաղանդավոր, կարող է մարդիկ որոշ առումով իմանան, որոշ առումով ոչ, բայց այն որ ավելի շատ տղամարդկանց եմ սիրում, տղաների հետ եմ միշտ շփվել, միշտ շփվում եմ, որ ես եթե ծնվեի հաստատ մամայս ասեցի խեմ ծնվել աղջիկ ուզում եմ տղա լինեմ, չգիտեմ այդ կա էլի այդ ուժը, չգիտեմ այդ հաստատակամությունը, չեմ, չգիտեմ, որ ինչ մտածում եմ, ասում եմ, դա ամենակարևորն է, ամեն մարդ այդպեսին չի կարող լինել։ Երբ դուք առաջին քայլերն էիք անում, մենք բնականաբար մի փոքր ուրիշ ժամանակներում էինք ապրում եւ առհասարակ երկչուհու տիտղոսը կամ երկչուհու կերպարը մենք ինչ որ առումով ասոցացնում ենք ինչ որ նրա թիկունքում գտնվող հարուստ սիրեկանի հետ։ Այսինքն եթե երկչուհին իր ուժերով հասնում էր ինչ որ մի կետի, ինչ որ մի նվաճման, ուրեմն նա ուներ հովանավոր կամ հարուստ սիրեկան։ Ինչպես կարողացար կոտրել այդ կարծրատիպը քո դեպքով։ Երբևիցե ոչ դե ես ասում եմ ոչ ունեցել եմ հարուստ սիրեկաններ, հարուստ սիրեկան, ոչ հովանավորներ, փառք Աստծո։ Ես այո այդ կարծրատիպը կոտրել եմ ու դու կարող ես միայնակ քեզանով, քո ընտանիքով ամեն ինչի հասնել Հայաստանում, անկեղծ եմ ասում։ Ես այդ տեսակն եմ։ Ու սիրում եմ աշխատել իմ քրտինքով, իմ գումարը ես վաստակել ու ծախսել։ Ամեն ինչ անել ճիշտ, օրենքին համապատասխան բնականաբար։ Ու ես համարում եմ, որ կարող է տաղանդավոր մարդը, եթե լավ ձայն ունի կամ լավ սպորտսմեն է, թեկուս լավ դերասան է, ինքը իրանով առաջ գնա։ Ճիշտ է, շատ դժվար է։ Կան կան չէ մեր իրականության մեջ այդպիսի շատ մարդիկ, բայց կան էլ լայվ այնպիսի մարդիկ, որոնք իհարկե գնում են իրանց սիրածներով առաջ, չեմ ուզում այդ արտահայտությունը այդքան անել, տենց սիրուն չի, բայց պետք է անենք։ Հովանավորներով իրանք ոչ թե առաջ են գնում, դառնում են ամեն անգամ նույն կետի կանգնում են, ոչ Եվ վերջում տարիներ առաջ Սոնա Շահգելդյանը մի այսպես ավանդական ձևաչափներ դրեց հայկական շոու բիզնեսում։ 15 տարի առաջ եթե խոսքը դրա մասին է, ինչքան անցել։ Հարսանեկան արարողությունների ժամանակ այսպես ակապելա ձևաչափով երգում էիր, երբ որ հարսիկինն էին հագցնում, հա, այսպես ձևակերպեմ։ Ինչպես ստացվեց այդ ձևաչափը քեզ մոտ։ Ես ասեմ, որ ցանկությունը եղավ հատուկ զույգերի համար է դա գրվել։ Ի սկզբանե այդ երգը գեղեցիկ զույգի համար, ու ես ուրախ եմ եղել, որ ես եմ հենց կատարել։ Ավետ Բարսեղյանը խոսքերի հեղինակը էլի տաղանդավոր մարդ շատ, ում հետ ունեմ էլի շատ երգեր, գրվեց խոսքերի հեղինակը նա բնականաբար եղավ, Մանեն Հակոբյան մեր սիրելի, երգը ստեղծվեց հենց հարսի շոր, որ տենց բան այդպեսի բան չէր եղել երբևիցե, ու ես երգեցի, ես տանը երգեցի, գեղեցիկ
տավիղով, որ այդ երգը շատ մեծ արձագանքներ ունեցավ, բայց նաև ես էլ ունեմ մեծ լումա, ես մեծ ներդրում ունեմ, որովհետև շատ լավ եմ երգել, այն որ կարողացել եմ այդ երգը դարձնել, այո, ինձ համար այդ երգը եւ երգն էլ ինձանով եմ արել, այդպես դա իմ երգն է հատուկ ինձ համար գրված ու ես երգում եմ տարբեր առիթներում եւ նաեւ երգում եմ անվճար անկեղծ եմ ասում շատ զինվորների հարսանիքներին շատ մարդ կարող է այդ գումարներ չունենա բայց ցանկանա որ ես երգեմ բայց ես երգել եմ ես չեմ մտածում մենակ գումար աշխատեմ չէ փառք Տիրոջ ես մենակ քո հարսանիքներից գումարներ ասենք չեմ աշխատել չեմ վաստակել ես համերգների եմ գնում տարբեր շրջագայություններ են լինում են որ նաև լավ մարդիկ բարերար մարդիկ ինձ օգնում են այսինքն ներդրում են ինչ որ մի բանի տեսահոլովակի որ ազգանվեր նվեր եմ անում, երգն են իրանք անում, պարտադիր չի դու մենակ երգես հարսանիքներում, որ դու աշխատես։ Ու ես հիմա շատ պահանջված եմ, 15 տարի անցել է 10 տարի այդ երգից հետո, մինչև հիմա ինձ սիրում են, սիրված եմ, պահանջարկը կա ու ես հպարտ եմ, որ երգում եմ իմ ժողովրդի համար, իմ այդ զույգերի համար, հարսի եւ փեսայի համար, թող տենց բաներ միշտ լինեն ուրախություններ, որպեսզի մեր ազգը շատանա, ու իմ ոտքն ասում եմ, որ ձեր օջախ խերով է հաստատ իմացեք, այո, միշտ խերով է լինում, փառք Տիրոջը, միշտ երգում եմ, ոտքս խերով է լինում, երջանիկ են, բալիկներ են ունենում ու ես դրանից ինձ շատ լավ եմ զգում։ Հպարտ եմ նաև։ Ես շատ մեծ ունեմ այս երգի հետ կապված լուման ու բոլորս, սա ասենք գեղեցիկ թիմ աշխատել ու հասել ենք այդ կետին, որ լինի։ Մինչև հիմա այդ երգը սիրվում է, մինչև հիմա լսվում է, իհարկե կենթանի հնչողությամբ եմ երգում, միայն այդ երգը չեմ երգում, տարբեր երգեր եմ երգում, երբ որ հյուր եմ գնում հատուկ, ու եթե անգամ ինձանից էլ ուզենան գողանան, ինձանից էլ վերցնեն, ոնց որ ես տունը անում եմ այդ ավանդական այդ ամեն ինչը, չի ստացվի ոչ մեկի մոտ թող ներեն ինձ, որովհետև ես շատ լավ եմ երգում։ Կոնկրետ տանը։ Ես հիմա թող չլինի ինքնագովեստ, ես հիմա համեստությունս մի կողմ եմ դնում եւ ինչը կա իրականում խոսում եմ։ Շնորհակալ եմ սիրելի Սոնա, հիմա անցնենք իմ վերջին 6 բլից հարցերի։ Դժվար բլից հարցեր։ Չէ, հետաքրքիր։ Որը կլինի այն միակ խորհուրդը, որ ինքդ քեզ կտաս։ Շատ մի նվիրվի, շատ մարդկանց մի հավատա։ Այդքան ցավացել է։ Այո, շատ։ Ուղղակի ցույց չեմ տվել, ես ուժեղ մարդ եմ։ Անտեսել եմ։ Բնության որ երևույթին ես նմանեցնում քեզ եւ ինչու։ Այ, բնությունը շատ եմ սիրում։ Փոթորիկ։ Շատ տարերքներ կան, որ կարող եմ նմանեցնել, բայց այն որ, չգիտեմ, փոթորիկ իմ խառնվածքին համահունչ շատ։ Կարակ փոթորիկ դա է իմը։ Բնություն շատ եմ սիրում։ Այն որտեղ որ կամ ասում եմ, «Վсё, Սոնան եկավ»։ Փոթորիկ եմ էլի անում։ Պատմական որ հերոսի փոխարենք ցանկանաս լինել եւ ինչու։ Դի շատ մեծ հպարտությամբ կլինի, ինձ համար մեծ պատիվ կլինի, մեր հերոսները իրական մեր տղաներն են սահմանի կանգնած մեր հերոս զինվորները, հիմա ներկայիս ու միշտ, բայց պատմական, որ իրանք էլ են պատմություն բնականաբար կերտ է, չգիտեմ, ես պատմական հերոսներին, որ Տիգրան Մեծ, Գարեգին Նժդե, իսկ ավելի դեպի մեր ժամանակները։ Մոնթե մեր ժամանակների Կամանդոսի, Վազգեն Սարգսյան, իրանք էլ ինձ համար էլի պատմական, այո, կարող եմ ասել հերոս եւ իմ սահմանի կանգնած բոլոր զինվորները։ Իրանք էլ գործող հերոսներ։ Չգիտեմ, հիմա կա այդ ժամանակ, եկեք ճիշտ խոսենք, հերոսներ կան, հիմա պատմական, ձեզ եմ հարց տալիս, չգիտեմ։ Դե այն անունները, որ հնչեցրեցիք, կան, այո, եւ իհարկե մեր հերոսները, որ մեր միշտ պարտական ենք, որ պիտի միշտ հիշենք։ Իրանք մեր հերոսներն են։ Առանց ում կամ ինչի չես պատկերացնի քո կյանքը։ Չգիտեմ, իմ ընտանիքի անդամների։ Ինքն դվան այս մի քիչ շատ ման հարցեր։ Ինչ։ Համ հետաքրքիր, համ դժվար ու այն որ միանշանակ կողմնորոշվեցի, որ իմ ընտանիքի անդամների։ Եթե քո կյանքը վերածենք գրքի, այն ինչպիսի վերնագիր կունենա։ Բաց թողնված։ Ինչն է բաց թողնված։ Շատ բաներ կան բաց թողնված։ Ամենահիմնականը։ Դե չգիտեմ։ Այն ինչը որ կա, ես արտաբերում եմ։ Թեկուզ լացում եմ դուրս է գալիս, բայց այդ լացնել ոնց որ ազնիվ եմ էլի լացում, հասկանում ես, չեմ կարողանում էմոցիաները զսպել, այն որ բաց թողումներ շատ ունեմ, բայց արդեն կարծում եմ, որ այդ քիչ կընկնի իր տեղը։ Բաց թողնված եւ բազմակետ է։ Բազմակետ կդնե, արդեն հասկացողը իհարկե կհասկանար։ Եվ վերջում Սոնա Շագելձյանը ունի չասված խոսքեր։ Չգիտեմ
Գիտեմ, դե յուրաքանչյուրս է կարծում եմ ունենք չասված խոսքեր։ Մարդիկ կան, որ չունեն։ Ես այնքան բան եմ ասել, այնքան ասվել է իմ տեսակով, իմ գործով եմ ապացուցել, իմ խոսելով, չգիտեմ, ես միայն այսպիսի բան կասեմ, չգիտեմ, դա միշտ եմ ասում, բայց քո հաղորդման ընթացքում էլ ավելի ուրախ կլինեմ, որ հնչեցվի, չասված խոսքերս այն կլինի, որ աշխատեք, ապրեք ձեր կյանքով, ոչ մեկի մի քննադատեք, եղեք միշտ հպարտ, բարի, մաքուր, պարզ, առաջ գնացեք ձեզանով, իմ խոսքերն են դա ու թող այն որ յուրաքանչյուրին հարգեն, լավ մարդուն հարգեն, պահեն, պահպանեն ու հետո որ կորցնում են շատ դժվար է։ Կորցնելուց հետո բոլորը փոխվում են, չէ՞։ Իհարկե։ Ավել են գնահատում այդ մարդուն ու կյանքում այնքան դժվարություններ կան, այնքան բարդ բաներ կան, եթե մեր զինվորների մամաները, ծնողները, չէ, կոնկրետ իրանք ապրում են, ապրել են, մենք պարտավոր ենք ապրենք, մենք ով ենք, որ չապրենք։ Դա իմ բաց թողնված խոսքերը կլինի։ Եթե իրանք ապրել են, շարունակել են ապրել, այն որ մենք, չգիտեմ, ես իմ տեսակետից եմ խոսում, այն որ հարգեք մեր ամեն ինչը, մեր Հայաստանը, մեր ժողովրդին, մեր զինվորին, մեր ազգին, մեր դրոշը, ամեն ինչ պետք է հարգեն։ Եթե մեր մեջ մեկ այդ ամեն ինչը փոխենք ու ազնիվ լինենք, մենք շատ-շատ բաների կհասնենք։ Ու կապ չունի, կլինեն նորեր, կլինեն հներ, հանեք այդ ամեն ինչը ձեր մեջից։ Մարդ մնացեք, միասնական եղեք ու մեր ազգը լավ ազգ է։ Պետք է ուղղակի իրար միշտ պահենք, պահպանենք, սիրենք։ Դա կլինի իմ այս խոսքերը, որը ես ցանկացա ասեմ ու կուզենամ մենակ լինի խաղաղություն։ Ես կռիվ չեմ ուզում։ Ուզում եմ լինի ընդհանրապես խաղաղություն։ Իմ երկրում ես խաղաղ ապրեմ։ Իմ երեխան խաղաղ ապրի։ Դա բոլորիս ցանկությունն է։ Իմ զինվորը նորմալ ծառայի, չգիտեմ, գատուն, այն որ, չգիտեմ, դա ես ամեն օր արթնանում եմ, անկեղծ եմ ասում, դրա մասին եմ մտածում։ Չեմ մտածում դղյակ առնեմ, չեմ մտածում մեքենաներ ունենամ, մի 10-20 հատ ու լիքը փող ունենամ, որ կարողանամ ապրել, չէ։ Դա էլ ունի, ինչը ունի սկիզբ, նաև ունի վերջ, չէ։ Դա էլ հավերժ չի, ընդհանրապես մարդը հավերժ չի։ Անչափ շնորհակալ եմ, սիրելի Սոնա, որ այսօր այստեղ էիր, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, եւ ես ցանկանում եմ, որ քո կյանքում երբեք չլինի բաց թողնված ինչ որ բան։ Ապրեք, ես եմ որ փորձեցի անկեղծ լինել քո հաղորդմանը, որովհետեւ դու շատ ինքդ լավն ես, քեզանից էլ այդ ամեն ինչը գալի, այդ էներգիան դրական, անկեղծ եմ ասում, բոլորի հետ չէ որ կարող ես անկեղծ խոսել, բոլորի հետ չէ որ կարող ես բաց խոսել, արտահայտես այն ինչ ուզում ես, ինչը որ կա իրականում, ել եմ կրկնում, հետևից շատ հեշտ է չէ խոսելը, մարդու աչքերի մեջ պետք է միշտ նայես խոսես, ազնիվ արդար ու մնաս այնպիսին ինչպիսին կաս, մարդ արժեք ամենակարևոր բանն է։ Ես քեզ շատ շնորհակալ եմ, ես միշտ դիտում եմ քո հաղորդումները, հետաքրքիր են, քո աշխատակազմին եմ շնորհակալություն ուզում հայտնել ու դու էլ մնաս այնպիսին ինչպիսին միշտ կաս։ Քեզ անխափան եթեր քո հաղորդմանը։ Շնորհակալ եմ վստահության եւ լավ խոսքերի համար։ Փոխադարձ։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրը սիրված երգչուհի Սոնա Շահգելցյանն էր, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Մինչ հանդիպում։